Եռացող կաթսա, այսպես են ձևակերպում Իրանի դեմ պատերազմը եւ մերձավոր արևելքում ստեղծված իրավիճակը փորձագետները, հակամարտության հետևանքով թիրախում են հայտնվել ռազմաբազաներ, էներգետիկ օբյեկտներ, հսկա գործարաններ, օդանավակայաններ, տարբեր ենթակառուցվածքներ ու նավահանգիստներ։ Ստեղծված իրավիճակը ինչ հետևանքներ կունենա Հայաստանի համար, տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով, մեր երկիրը դեռ չի պատկերացնում նույնիսկ ինչ խնդիրների առջև է կանգնելու։ Այս պատերազմի պայմաններում սառեցվելու են ենթակառուցվածքային ծրագրերը, որը վերաբերում է Հյուսիս-Հարավին, օրինակ Չաբահար, Հայաստան, Եվրոպա կամ Արևելք Արևմուտք, Թրիփի մասով եւս կարող այս ծրագրի մասով եւս մենք կարծում ենք ունենանք որոշակի սառեցում կամ դադարեցում։ Նոր ռիսկեր են իհայտ գալի, որոնց հաշվարկելը այս պահին շատ դժվար է, նույնիսկ անհնար է, որովհետեւ այս պրոցեսները փոխադարձ կապված են, նույնիսկ կարող են այնպիսի վնասներ ի հայտ գա, որ հայկական կողմը չէ կարող պատկերացնել, իր հետ կարող է առաջվել։ Դեռ ամեն ինչ նոր է սկսվում, այսպես տաք է իրավիճակը։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով Իրանից Հայաստան ներմուծվող ապրանքների ցանկում առաջին տեղում են գազը, ցեմենտը, նավթամթերքը, շինանյութը, միրգն ու բանջարեղենը։ Մենք հիմա ստիպված ենք լինելու ավելի թանկ բանջարեղեն ունենալ, ավելի թանկ միրգ ունենալ եւ նաեւ ավելի թանկ կաթամթերք ունենալ։ Այնպես չէ, որ մենք չենք ունենալու մեր շուկայում, բայց իրանական էժան որակյալ այդ ապրանքների հնարավորությունից մոտակա շաբաթների ընթացքում մենք նվազագույն զրկված ենք լինելու։ Մենք Իրանից մոտավորապես մոտ $50 միլիոն չափով տարեկան ներկրում ենք տարբեր բանջարեղեն, միրգ, կաթնամթերք եւ այլն, որոնց չներկրումը միանշանակ կազդի մեր ներքին գների վրա, այլ հավասար պայմաններով։ Իսկ մենք ունենք այդ մթերքի կարիքը եւ մենք ներկրում ենք նաեւ այն ժամանակ, երբ որ չէր արտադրվում։ Ավիաչվերթների մասով եւս թանկացումներ կլինեն, նշում է տնտեսագետը։ Բազմաթիվ ավիաչվերթներ դեպի արաբական Քաթարով, Դուբայով, Շարժայով այլ երկրներ էին իրականացում, հատկապես Արևելյան Ասիայի երկրներ, նույնիսկ Ամերիկա եւ այլ ուղղություններ։ Այսինքն Հայաստանը նաեւ օգտվում էր այդ երկրների ավիափոխադրումներից, որը հիմա չկա, զրկվել է։ Նշեմ, որ Արաբական Էմիրությունների հետ Հայաստանը վերջի տարիներին բավականին լավ սերտ-առևտրատնտեսական կապեր ուներ, հաշվի առնելով այն, որ Հայաստանից ոսկի էր վերահսկվում Արաբական Էմիրություններ, բացի ոսկուց նաեւ տարբեր գյուղմթերքներ եւ այլն, եւ Արաբական Էմիրություններից արտարժույթ էր գալիս Հայաստան, այնուհետեւ գնում էր Ռուսաստան, այդ շղթան այսպես գործում է։ Հիմա այդ հնարավորությունից եւս զրկվել են, որովհետեւ փոխանցումները եւ տարբեր պրոցեսները հիմա դադարեցվում են։ Ինչ վերաբերում է համաշխարհային տնտեսական սպառնալիքներին, այսօր մամուլը ամենաշատը քննարկում է Հորմուզի նեղուցի կարևորության եւ դրանից կախվածության հարցը։ Այն գտնվում է Օմանի եւ Իրանի միջև։ Համաշխարհային տնտեսության մեջ նավթի ու հեղուկ գազի արտահանման կարևորագույն օղակներից է։ Ըստ BBC-ի 2025-ին Հորմուզի նեղուցով օրական անցել է մոտ 20 միլիոն բարել նավթ, ինչը համարժեք է տարեկան գրեթե $600 միլիարդ էներգետիկ ապրանքաշրջանառության։ Նեղուցով անցնող ողջ նավթի մոտ 82%-ն ուղղվում է հենց ասիական երկրներ՝ Ճապոնիա, Հնդկաստան, Չինաստան, Պարսից ծոցի երկրների, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Իրաքի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի տնտեսություններն ուղղակիորեն կախված են այս զարկերակով իրականացվող արտահանումից։ Հերմինե Միքայելյան, Սյունիք լուրեր։